Շնորհակալություն պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, այս թեմայով շատ ենք խոսել, դեռ շատ էլ պետք է խոսենք, մինչև հասնենք մեր պատկերացրած առնվազն վիճակագրությանը կամ ընդհանրապես զրո մահ ճանապարհներին սկզբունքին, որը որդեգրված է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հեղինակներին խոսքս հղել։ Հարգելի գործընկերներ, տեսեք, դուք ասում եք երկրորդ գիծ եք կանգնում եւ տարբեր պատճառներով 1 րոպեն թույլատրելի գերազանցում է, եթե չեմ սխալվում։ Լավ, դուք հասկանում եք, չէ՞, որ դա այնուամենայնիվ գումարային տուգանք էլ է վճարում այդ մեր քաղաքացին, մեր հարգելի տաքսու վարորդը, առաքիչը։ Այդ մարդիկ այդ մի պատվերից այդ ինչքան գումար են աշխատում, որ 2800 դրամ պետքա վճարեն այդ ամեն խախտման համար։ Մենք անկեղծ եմ ձեզ ասում, 52 անգամ իրան թույլ ենք տալիս այդ խախտումը տարվա մեջ անել, 52 անգամ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ չկա նման երթուղուգին, որ ինքը կարողանա այդ 2800 դրամը վճարել։ Եվ հետևաբար մենք չենք լուծում այն հարցը, ինչ որ նրանք բարձրացնում են։ Մենք մաքսիմում լուծում ենք, որ այդ ծախսերից հետո ինքը նորից կարողանա այդ ծախսերը նորից կատարել։ Երկրորդը, այստեղ շատ է հնչում, որ թույլ վարչարարությամբ հասնենք նույն արդյունքներին։ Կներեք էլի հարգելի գործընկերներ, այդ մեր հազարավոր քաղաքացիները, որ տարբեր տոներին կամ ոչ տոներին հատում են հայ-վրացական սահմանը, ինչի են միանգամից դառնում կարգապահ։ Միանգամից։ Առաջ մքեցված ապակիների պլյոնկեքն էին պոկում սահմանին, հիմա ամրագոտին են միանգամից գցում նոր անցնում, ինչի։ Որովհետև թույլ վարչարարություն կա Վրաստանում, թե հակառակը, որովհետև շատ ուժեղ վարչարարություն կա Վրաստանում, եւ ոչ միայն Վրաստանում, այլև մյուս երկրներում։ Եվ հետեւաբար ես կտրուկ մերժում եմ այդ մոտեցումը, որ հնարավոր է թույլ վարչարարությամբ հասնել փոփոխությունների, հատկապես հասուն մարդկանց մոտ։ Երեխաների մոտ համաձայն եմ։ Դպրոց, մանկապարտեզ, վարքագիծ սովորեցնենք ինչքան հնարավոր է, բայց մեծերին կրթելու այլ ավելի էֆեկտիվ եղանակ դեռ չի գտնվել։ Շնորհակալություն, մենք անպայման կօգտվենք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկների հնարավորությունից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։